سلام عرض می‌کنم خدمت همه خبرنگاران عزیز و اصحاب مطبوعات به ողջունում եմ բոլորիդ ԶԼՄ-ների եւ մեդիա ներկայացուցիչներին։ موافقین شروع کنیم. Մեկ, երկու, երեք դասվում է հիմա։ Shall we start? آن استو خدمت شما سروران گرانقدر خیر مقدم عرض می‌کنم. ողջունում եմ բոլորիդ ԶԼՄ-ների եւ մամուլի ներկայացուցիչներին։ همان گونه که ارمنستان خانه دوم ماست، سفارت جمهوری اسلامی ایران در ایروان هم خانه هر ارمنی است. Ինչպես Հայաստանը մեր երկրորդ տունն է, այնպես էլ Իրանի դեսպանատունը յուրաքանչյուր հայի երկրորդ տունն է։ به خانه خودتون خوش اومد. Բարով եք եկել ձեր տուն։ طی بیش از 4 دهه گذشته علیرغم چالش‌هایی که دیگران برای مردم ما ایجاد کردند، نظیر تجزیه طلبی، جنگ تحمیلی 8 ساله و تحریم‌های ظالمانه که به تعبیر معتادان به اعمال تحریم فلج کننده بود، ملت سربلند ایران با اقتدار به تلاش خود برای ساختن کشوری آزاد، آباد و پیشرفته ادامه داده است. Անցած ավելի քան 40 տասնամյակների ընթացքում, չնայած այն մարտահրավերներին, որոնք այլոց կողմից են ստեղծվել մեր ժողովրդի համար, ինչպիսիք են անջատողականությունը, 8-ամյա պարտադրված պատերազմը եւ դաժան պատժամիջոցները, որոնք պատժամիջոցներ կիրառելու նկատմամբ կախվածություն ունեցողների կողմից որակվում են որպես կաթվածահար անող, Իրանի հպարտ ժողովուրդը շարունակել է գործադրել իր ջանքերը ազատ, բարգավաճ եւ առաջադեմ երկիր կառուցելու ուղղությամբ։ اکنون که 46 سال از این انقلاب شکوهمند می‌گذرد، ایران توانسته در سایه تلاش، تاب‌آوری و اراده ملت خود به دستاوردهای فراوانی در حوزه‌های گوناگون مانند بهداشت و درمان، آموزش و سوادآموزی، علوم و فنون، حقوق بشر، امنیت و دفاع دست یابد. Այսօր փառահեղ հեղափոխությունից անցել է 46 տարի։ Իրանը կարողացել է իր ժողովրդի ջանքերի, տոկունության եւ կամքի շնորհիվ տարբեր ոլորտներում, այդ թվում առողջապահության, կրթության, գրագիտության, գիտության եւ տեխնոլոգիաների, մարդու իրավունքների, անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում բազմաթիվ ձեռքբերումներ արձանագրել։ ایران اکنون در میان کشورهای پیشرو در بسیاری از علوم مانند نانوتکنولوژی و بیوتکنولوژی قرار دارد. در زمان حاضر بیش از 3,200,000 دانشجو در دانشگاه‌های ایران تحصیل می‌کنند که از این مقدار 50% خانم هستند و این نشان دهنده مشارکت مؤثر زنان و موازنه جنسیتی قابل قبول در آموزش عالی ایران است. 40% از اعضای هیئت علمی دانشگاه‌های علوم پزشکی و 60% جامعه معلمان کشور ایران را زنان تشکیل می‌دهند. Իրանն այժմ գիտության բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են նանոտեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները, առաջատար երկրների շարքին է դասվում։ Ներկայումս Իրանի բուհերում սովորում են ավելի քան 3,200,000 ուսանող, որոնցից 50,20% կանայք են, ինչը վկայում է Իրանի բարձրագույն կրթության մեջ կանանց ազդեցիկ ներգրավվածության եւ գենդերային հավասարակշռության ընդունելի լինելու մասին։ Համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի 40%-ը եւ երկրի ուսուցչական կազմի 60%-ը կանայք են։ در طول 4 دهه گذشته
شاخص توسعه انسانی در ایران مستمراً در حال پیشرفت بوده است. جمهوری اسلامی ایران زیرساخت‌های کلیدی در حوزه‌هایی مانند راه و حمل و نقل، بهداشت، آموزش و ارتباطات را تأمین و آنها را به ویژه در مناطق روستایی و کم برخوردار توسعه داده است. Անցած 4 տասնամյակների ընթացքում Իրանի մարդկային զարգացման ինդեքսը շարունակապար աճել է։ Իրանի Իսլամական Հանրապետությունը զարգացրել է իր առանցքային ենթակառուցվածքները, ինչպիսիք են ճանապարհները եւ փոխադրությունը եւ հաղորդակցությունը, հատկապես շինական եւ զարգացման նվազ աստիճան ունեցող վայրերում։ حدود 10,000 شرکت دانش بنیان در ایران وجود دارد که باعث بهبود رتبه جهانی ایران در بسیاری از حوزه‌های علوم و فنون از لحاظ انتشار مقالات علمی شده است، به طوری که در برخی حوزه‌ها ایران در میان 10 کشور برتر دنیا قرار دارد. کشور ما اکنون در تولید ایزوتوپ‌های پزشکی برای درمان سرطان و بیماری‌های عصبی در میان کشورهای برتر پیشروی جهان قرار دارد و دانشمندان جوان ایرانی در سالهای اخیر توانستند دست کم 10 ماهواره بومی را در مدار زمین قرار دهند. Իրանում մոտ 10,000 գիտելիքահենք ընկերություն է Իրանում մոտ 10,000 գիտելիքահենք ընկերություն է գործում, ինչը գիտական հոդվածների հրապարակման առումով բարելավվել է Իրանի համաշխարհային վարկանիշը գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտներում, այնպես որ որոշ ոլորտներում Իրանը զբաղեցնում է աշխարհի լավագույն 10 երկրների շարքերը։ Մեր երկիրն այժմ քաղցկեղի եւ միաթաբանական հիվանդությունների բուժման համար օգտագործվող բժշկական իզոտոպների արտադրությամբ աշխարհի առաջատար երկրների շարքում է եւ իրանցի երիտասարդ գիտնականները վերջին տարիներին կարողացել են երկրի ուղեծիր ուղարկել առնվազն 10 հայրենական արբանյակներ. جایگاه جهانی ایران در تولیدات علمی در حوزه‌های مهمی مانند نانو رتبه 5، زیست فناوری رتبه 10 و مهندسی زیستی رتبه 11 نشان دهنده این رشد و بالندگی است. Իրանը աշխարհում առաջատար դիրք է զբաղեցնում գիտելիքահենք արտադրության կարևոր ոլորտներում։ Նանոտեխնոլոգիա 5-րդ տեղ, կենսատեխնոլոգիա 10-րդ տեղ եւ կենսաճարտարագիտություն 11-րդ տեղ։ Սա արտացոլում է երկրի աճն ու զարգացումը գիտության ոլորտներում։ ما در طول یک سال گذشته با چالش‌ها و مخاطرات زیادی مواجه بودیم. فاجعه سقوط هلیکوپتر حامل مقامات کشورمان و شهادت آنها در کنار اقدامات تروریستی و جنگ طلبانه رژیم صهیونیستی از جمله این رویدادها بوده است، اما جمهوری اسلامی ایران توانست با اتکا به پشتوانه مردمی و رهبری حضرت آیت الله خامنه‌ای این بحرانها را پشت سر بگذارد و امروز نیز 40مین سالگرد انقلاب خود را شکوهمندانه جشن بگیرد. Անցած տարվա ընթացքում մենք բախվել ենք բազմաթիվ մարտահրավերների եւ վտանգների։ Մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռի ողբերգական կործանումն ու նրանց նահատակությունը, ինչպես նաև սիոնիստական ռեժիմի ռազմատենչ եւ ահաբեկչական գործողությունները այդ իրողությունների շարքին են դասվում։ Սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողացել է հաղթահարել այդ ճգնաժամերը, ապավինելով ժողովրդի աջակցությանը եւ երկրի բարձրագույն հոգեվոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ղեկավարությանը, եւ այսօր Իրանի ժողովուրդը փառահեղ կերպով նշում է իր հեղափոխության 46-րդ տարեդարձը։ ما در آستانه 33مین سالگرد برقراری روابط دیپلماتیک بین جمهوری اسلامی ایران و جمهوری ارمنستان هستیم. روابط دو کشور از ابتدا بر مبنای احترام و اعتماد متقابل، همزیستی مسالمت آمیز و تزریق امید و حمایت از یکدیگر شکل گرفته است. Նաև այս տարի մենք թևակողում ենք Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ ամյակը։
Երկու երկրների միջև հարաբերությունները ձևավորվել են փոխադարձ հարգանքի եւ վստահության, խաղաղ գոյակցության եւ միմյանց հանդեպ հույսի շողի եւ աջակցության հիման վրա։ جمهوری اسلامی ایران دولت و ملت ارمنستان را دوست و برادر خود می‌داند. جمهوری اسلامی ایران نیز در طی دهه‌های گذشته همواره از رشد و توانمندسازی ارمنستان حمایت نموده و روابط دو کشور هم تدریجاً به پختگی و عمق لازم رسیده است، به گونه‌ای که امروز یک فهم مشترک و متقابل در مناسبات دو جانبه ما وجود دارد و نهال روابط به درخت تنومندی تبدیل شده است. Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին համարում է իր բարեկամը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես վերջին տասնամյակների ընթացքում մշտապես աջակցել է Հայաստանի աճին ու հզորացմանը, եւ երկու երկրների հարաբերություններն աստիճանաբար հասել են հասունության ու խորության անհրաժեշտ մակարդակի, այնպես որ այսօր մեր երկկողմ հարաբերություններում արկա է փոխադարձ ըմբռնում, իսկ փոխհարաբերությունների տնկին վերածվել է հաստաբուն ծառի։ جمهوری اسلامی ایران استقرار صلح و ثبات پایدار در منطقه را یک مسئولیت اصلی برای خود می‌داند. جمهوری اسلامی ایران قاطعانه مخالف تغییر مرزهای بین‌المللی و تغییرات ژئوپلیتیکی و استفاده از زور برای حل و فصل مسائل منطقه است و از تمامیت ارضی کشورها خصوصاً جمهوری ارمنستان حمایت قاطع می‌کند. روایت سازی‌های کاذب، تهدید سازی‌ها، تردید سازی‌ها و کلیپ سازی‌ها نمی‌تواند خللی در روابط مستحکم دو کشور ایجاد و یا بین ما تردید و شکاف ایجاد نماید. Իրանի Իսլամական Հանրապետությունը իր հիմնական հանձնառությունն է համարում տարածաշրջանում հարատև խաղաղության եւ կայունության հաստատումը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին եւ ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար եւ վճռականորեն աջակցում է երկրների, հատկապես Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Կեղծ նարատիվների, սպառնալիքների եւ կասկածների տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջև արկա ամուր հարաբերությունները կամ պարակտում ու կասկածներ նետել մեր միջև։ طی یک سال گذشته عملکرد قابل تحسینی داشتیم. تجارت دو کشور رشد کرده و به 755 میلیون دلار رسیده است. ساخت جاده آگاراک گاجران شروع شده و از پیشرفت خوبی برخوردار است. خط سوم انتقال برق مراحل پایانی خود را طی می‌کند. ترددهای دیپلماتیک بین دو کشور و فهم و درک متقابل مانع از تلاش‌ها برای تردید سازی و ایجاد سوء تفاهم شده است. ما به این مسیر درست ادامه می‌دهیم. Անցած տարվա ընթացքում հիանալի արդյունքներ են արձանագրվել երկու երկրների միջև։ Աճել է հասնելով 755 միլիոն դոլարի։ Մեկնարկել է Ագարակ-Քաջարան ճանապարհի շինարարությունը եւ այն լավ առաջընթաց է ունեցել։ Երրորդ էլեկտրոհաղորդման գծի աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Երկու երկրների միջև դիվանագիտական փոխայցերը եւ փոխումբռնումն ու փոխադարձ ընկալումը թույլ չեն տվել հարաբերությունների թշնամին կասկածներ եւ թյուրըմբռնումներ ստեղծել։ آینده روابط دو کشور کاملا روشن است و هیچ کس نمیتواند آن را از ریل خارج کند. Մենք շարունակում ենք առաջնորդվել այդ ճիշտ ճանապարհով եւ երկու երկրների հարաբերությունների ապագան շատ պարզ է եւ ոչ ոք չի կարող դա շեղել։ مجددا به شما خوش آمد میگویم و امیدوارم جلسه سودمندی داشته باشیم. Կրկին ողջունում եմ բոլորիդ, հուսով եմ, որ այսօրվա մեր հանդիպումը արդյունավետ կլինի։ گتسه هایستان، گتسه ایران.